Բարի եկացեք բոլորը դալ, ուրախ մայրերու օր բոլորի դալ։ Աստվածեզի միշտ երջանիկ, հույսով, հավատքով եւ ուրախ մայրերն է։ Ինչպես որ սուքիկի մեջ համար մգագս է, որդիներու ուրախ մայր գնե, Աստված գնե ադիգա։ Եվ կյանքը թյուրին չէ, իր ելևեջներ ունի, բայց որպես հավատացյալ հայ ձիգիներ մեր վստահություն Աստծո վրա է։ Օրմը, երբ զավակները մեծնան, ամեն բան շատ տարբեր պիտի թվի։ Գարաժը հեծիկներով լեցուն պիտի չլա։ Ոչ ալ կամերով, մուրջերով եւ գիսավարդ կորձերով։ Պիտի գարենաս ինքնաշարժությունությամբ շարել եւ երբեք ոտքի տագեն խաղալիք մը կամ թուղթերու դրցակներ պիտի չգտնվին։ Օրմը, երբ զավակները մեծնան, խոհանոցը բացարիք մաքուր պիտի մնա։ Լվացարանի մեջ աղդոտ բնակներ երբեք պիտի չթիզվին։ Սառնարանը գաթով պիտի չլեցվի, ոչ ալ ամեն գոմ անուշի կամ փինատ պատերի հետքեր, կամ մայքրովեյվին վրա, կամ նույնիսկ բադերուն վրա, ասան կպչուն չի պիտի ելա։ Չուրին ամանը շիշը միշտ լեցուն պիտի ելա, կեդինը փշրանքներ պիտի չլան, եւ մեղրը իր դեղը մաքուր պիտի մնա, ոչ թե ամեն թուրսը շաքարոդած եւ աղդոտած։ Սիմանոք որ բզիկներ ունի շատ լավ կհասկանաք, այո։ Օրմը երբ զավակները մեծնան, սիրելի մայրը ժամանակ պիտի ունենա հանդարտությամբ հագուստը հագնելու, երկար եւ հանգիստ լոկանք մարնելու, առանց ընդհատումի, ժամանակ պիտի ունենա մազերը հարթարելու եւ մեյքափը տնելու։ Մայրը պիտի թատրի վազվզել է, մեկ զավակը թաշնագի, մյուսը հակիի, մյուսը բասկետբոլի փորձի, կամ ադամնապուժի, կամ այլև այլ գործունեություններ դանելու։ Օրմը երբ զավակները մեծնան, դան մայրը փանալիները պիտի չգործընծնե, իր տելեֆոնը հանգիստ պիտի գործած է, բատերին պիտի չի մեռնի, քանի որ երեխային ցերկը ժամերով չի դիտեր կամ խաղը չի խաղար վրան։ Մայր եւ հայր պիտի չստիպվին քախնի լեզու խոսելու։ Սես մե ոմանք դագավին որ ծեր զավակները չեն գիտեր ադլեզուները որ դուք գիտեք կգործած եք ադիգա վստահ եմ։ Այո, օրմը երբ զավակները մեծնան, շատ բաներ պիտի փոխվին մեր տան մեջ։ Մեկ առ մեկ անոնք պիտի թողուն դամբույնը հավատացեք որ պիտի քայլորերը հիմա որ դուք ձեր զավակները բզիկ են գզեք արդյոք երբ պիտի լայդոր երբ հանգիստ չի գա հանգիստ մամաներուն համար երթանը ետ կուզեք որքան դու նգար կանոնի պիտի վերածվի պիտի ենթարկվի միշտ մաքուր լուր եւ հանդարտ մնալով մենգալ երեկվան օրերը փնտրելով թերևս մեր դուները դարձյալ դուներու մեջ ուրախություն եւ բան ուզենք, այսպես մտնոլորտ ուզենք եւ անորոշ միշտ մեր թորնիկները, մեր զավակները մեր չորսկոմը կհավաքենք։ Այսպես է մեր դարեցիները կհավաքեն իրենց զավակները, չէ՞, անշուշտ երևս շաբաթը մեկ օր ունին, որ ամենը միասին կան գճաշեն։ Այո։ Դեսնեմ որ գլուխները որ գշարժեք որ։ Մայրությունը աստվածային բացարիք արաքինությունն է, որ ամենաանհրաժեշտ գոչումն է մարդկության մեջ, իրականության մեջ։ Ամենավեհանցն կյանքի ասպարեզը լեցուն իր ուրախ եւ դխուր օրերով, առողջ եւ հիվանդ օրերով, հաճող եւ ցախող օրերով, ինչպես նաեւ վերելքի եւ վայրեջքի օրերով։ Կնանք հասկանալ աս բոլորսալ չէ, ամենասալ գաբրին կյանքը քանի որ մի օրինակ չէ, մինչեւ վերջ վերելք չէ, զիգզագ է։ Որպես հավատացյալ հայ մայրեր, մեր աչքերը դարձնենք Աստվածաշունչին եւ պիտի նայենք, որ սուքիկի մեջ ինչ մայրեր կան, մեր արջևը որպես դիբար մայրեր, որոնց մեջ հասել պիտի սորվենք։ Հիմա գիտեք, քույրեր, սուքիկը այնպեսի իրաբաշ գիրք մնե, որ երբեք ասան վարտակույն նկարչի կձեր մեր արջևը, որ ամեն բան կատարյալ է, ամեն բան դեղին է, ամեն մարդոց սխալներն ագտնե։ Որովհետեւ մենք այդ սխալներեն սորվենք եւ նույնը չունենք։ Երբեմն մենք ալ մեր սխալներեն սորվենք, բայց այդպես չէ։ Այո։ Ուրեմն պիտի նայենք 7 մայրերու սուքիրքի մեջ եւ առաջինը 5 դագարանեն են եւ 2 հատ նոր դագարանեն են։ Առաջին մայրը որ ուզեմ նայել հարադեվորեն աղոթասեր մայրն է, որուն անունն էր Աննա։ Քիչ մաննան նկարագրենք։ Desperate, այսինքն անհույս վիճակ։ Անբդուղ, առանցին, unfulfilled, այսինքն կյանքի մեջ չի կողանար գոր, նախանցի ենթագա, սխալ կհասկացվի, եւ Աստուծո վամքին ենթարկվեցավ, գիտե որ Աստված իր զավակ չի դար, որ բայց կաղագե գոր Աստուծո,
Եվ ուրեմն գտեսնենք, որ առանցին աղոթքի սենյակ ունեցողին մներ։ Ինչպես գիտենք, մինագը քնած տաճարի մեջը, երբ որ ծունգի եկավ եւ անգան թախանցանքով Աստուծո գաղերսե եւ սկսավ մի ամփերանը մրթմրթալ առանց բարեր արդահայտելու, մինչեւ որ հերիքանա խորեցավ, որ ինքը քինով է։ Եվ նաև գիտենք, որ ինքը երկրբակող մայր մներ եւ իր Աստվածը մոդեն գճանչներ, անոր համար աղոթասեր մայր էր։ Եվ ադիգա գարտանք առաջին թագավորած առաջին գլխուն 27-28 համարներու մեջ որ գսե, ես այս դողուն համար աղոթ կրի, երբ որ Սամուելը ինքը դաջար բերաբեսավ, ես այս դողուն համար աղոթ կրի ու դերը իմ խնդրվածքս ինձի դվավ, ինչ որ անգե խնդրեցի։ Հիմա ես ազանիգա դերոջը փող կուդամ ու հոն դերոջը երկրբակություն օրավ գսե։ Ես երթուն արդյոք մեր զավակները, մեր թորնիկները Աստծո հանցնենք, ինչպես որ Աննան հանցնեց 7 տարեկան Սամուելը, այդպես կգարձվի որ 7 էր, այնադեն գիտեք գաթեն գրվել մինչև 7 տարեկան գաթ կուտային մամաները, մինչև որ իրեն պատրաստեց որպեսի իր տունեն հերանա, հանցնեց մարդումը, որուն զավակները քեզ ճամփաներու մեջ էին, թուն եւ ես մեր զավակները Աստծո ցերկերուն կհանցնենք, ադեներ դժվար չէ, քանի որ կյանք դժվար է եւ իրենց երբեմն առած որոշումները կդեսնես, ընթացքները կդեսնես 4 կողմի հատ վախերը որ քո մեջ կա եւ թուն չես կնար Աստծո վստահել, կհանցնես զավակներդ Աստծո։ Ինչպես գիտենք որ Աննան հանցնես Աստծո, քանի որ եւ որ աղոթ կրավ եւ աղոթքեն ելավ, Հերիքանան իրենսա որ քալդարի ասադեն զավակ պիտի ունենաս, Սուրբ Գիրքը գսե եւ գինը իր ճամփան քնած ու գերավ եւ երեսը մեյ մնալ չդրտնեցավ։ Իր Աստվածը այնքան լավ գիտեր, որ հավատաց։ Աղոթասեր մայրը Աննան, մեր առաջին մայրն է։ Եվ իր աղոթասիրությունը, իր հավատքը փոխանցեց իր զավակին։ Սիրելի քույրեր, մայրեր, նույնիսկ մեզ շատերս որ թորիկներու դերենք, մինչև հիմա ծեր, այսինքն չափահաս զավակներուն ինչ որ կփոխանցեք, դակավին անոնք ցեզի գնային։ Մինչև այնադեն որ դուք ողջ եք որպես մայր, ցեզի գնային եւ ցեզ մեծ ծեր approval-ը գուզեն, այսինքն ծեր համամտությունը գուզեն, ծեր օրհնությունը գուզեն։ Եվ ադիգա իրենց ծեր փոխանցումը իրենց ավելի մեջերին ապահովություն կներշնչի։ Ուրեմն ասիգա Աննան փոխանցեց Սամուելին եւ Սամուել գիտենք որ ինչպես մեծ մարգարե եղավ եւ աղոթքի մարտեր ինքնալ։ Երկրորդ մայրը, որոնք ուզենք նայել, ինչպես որ ասի քիչ առաջ ամեն մայր շիդակ բաներ չրավ եւ ասիալ գուզեմ իրեն լեյբլ անել, այսինքն որ ներկայացնել որպես գինը որ հարցը ցերկերու մեջ արավ։ Եվ ծեր միտքը հավանաբար գուկա 5 դարանի մեջ ծննդոց քիրքի մեջ գինը որ ինքը ուզեց կոնտրոլ ունել։ Հիմա գիտեք մենք գիներս եւ մանավանդ երբ որ մայր գտաս եւ շատ զավակներ ունենաս եւ ինչեւ վերջը պիտի գարավարես տունը, չէ՞։ Ուդելը պիտի գարավարես խմելը, շուգա, ասոնց հոստար, հոնդար, թասերը, աս ամեն առանց ուզելու մենք գարավարող լանք։ Ճիշտ եմ։ Այո։ Կոնտրոլին կլանք, երբեմն անանք դեղը գուկա, որ երբ որ գմեցնան զավակները, կսկսին սել մամ գփավե։ Կսեն ցեզի, լակինավ։ Քանի անգամ ասիր։ Լակ չոջուղ չեմ, ժակետը դարի, ջաժը դարի, առանց գնալու մենք գլուխնին ուտենք, ուրեմն կոնտրոլ կրենք միշտ։ Այդ բաները օքեյ են, բայց աս գինը կոնտրոլ դրավ վիճակը, որ Աստծո կամքեն դուրսելավ։ Եվ ասիկա կտեսնենք Սարայի մեջ։ Աստված Աբրահամի եսավ, որ դեսիկի մեջ մի վախնար ով Աբրամ։ Ես քեզի վահանեմ ու քու վարձքդ խիշ շատ պիտի լա։ Երկինքը նայր ասխերը համրե գնաս։ No։ Ավազը գնաս համրեն ոչ։ Ես քեզի անկան զավակ պիտամ։ Ասիկս ըսավ Աբրահամի, երբ որ Աբրահամ 75 տարեկան է։ Okay, դարեր անցան, տարիքին գարդենգոր, մարդ կորեն մտածելով զավակի հույս չկա։ Ուրեմն որպես կին ինչ կնենք, ես ինչ կնես տուն, կսես որ Աստծո օգնենք մորցավ Աստված։ Սարան ճիշտ ադիգա արավ, սա որ Աբրահամին եւ ինչ որ առաջարկեց շատ ընդունված բաներ այն ադենվա ատմշակույթի մեջ, որ փոխանակ իր մեծ զավակ ունենալու իրեն զարայեն եւ այդպես եղավ եւ այսօր բոլոր աշխարհի պատերազմը երթանք Երուսաղեմ, երթանք Իսրայել, Գազա, ինչու համար է Իսահակ, Իսմայել։ Կտեսնեք որ հրյալերուն եւ այլասներուն պատերազմը ուրդերն սկսավ Սարայի մեկ սխալ որոշումը։ Դարիներ հետո որքան մեծ ցավալիգա։ Սարան գիտեր որ Աստված խոստացած է Աբրահամի, բայց ջարդի գտնորավ։
Ես հադնեմ երբեմն ջարդություն, կոնտրոլ գուզեմ անել, չէ։ Եվ երբ որ այցելուներ եկան Աբրահամի, եւ ասին որ քալդարի այսադեն դիգինը ծավակ պիտի ունենա, ասիկա գլա որ երբ որ Աբրահամ 99 տարեկան է, 24 տարի անց էր եւ Սարան 89-90 դլա։ Վրանին մեջը Սարան լսեց եւ գսե որ սուկիկը իր մտքին մեջ են խնդաց։ Եվ հետո սուդա խոսեց, չխնդացի իսավ։ Ուրեմն, երբ որ ես եւ թուն անլուծելի դժվար վիճակներով արժեր կգտնվենք որպես մայր, որպես գին։ Սարան որպես գին կառնենք օրիմա։ Իրեն Աստված խոստացել է որ զավակ պիտա չլար որ ինչ կնենք ես եւ թուն, երբ որ ընտանիքիդ մեջ զավակներուդ նկատմամբ անլուծելի հարց մգա եւ փամ մդեղեն չի շարժիր գոր։ Մինչեւ երբ կսպասես։ Կդնաս սպասել։ Կդնաս քու անգարելիություններդ վստահել այնպիսի Աստծո որոնքով անգարելի բան չի գա։ Քանի որ գսե Աստծո անհնարին բան չի գա։ With God nothing is impossible. Nothing, absolutely. Ոչ մեկ բան։ Միևնույն ժամանակ բոլորովին բանը, այսինքն Սարային ասանք սև աչքով չի նայենք, Սարան հիշված է Սուրբ մեջ մանավանդ Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ հավատքի հերոսներու մեջ որ այդ գլխի մեջ գսես հավատքով ինք Սարայալ որդեծնության սերմը առնելու զորությունը ընդունեց եւ ադենը անցած հասակի մեծ զավակ ծնավ վասնզի հավադարիմ սեվեց զանիգա որ խոստմունքը ըրեր վերջապես Սարան իր տասը սորվեր է երբ որ սխալը ըրավ դեսա որ Իսմայելին ծնունդը ինչեր եղավ ինչ խլրդումներ փերավ ընտանիքի մեջը տասը սորվեցավ որ պետք էր որ Աստծո վստահեր եւ անշուշտ նաեւ կտեսնենք առաջին Պետրոսի մեջ որ գսե Սարա իր ամուսինին դեր գոչեր հնազանդ էր հնազանդությունը կկովենք Սարայի իր հավատքը կկովենք բայց սկիզբը իր սխալը կտեսնենք թերևս մենք այս սխալները ըրինք մեր կյանքերում մեջ որպես մայր տարիները գանցին իդ կնայես կսես Երանի ասի չնեի չես ասեր կարծես թե բան գլասանք թափած գաթը եւ չես կնար հավաքել թափեր է այլևս բայց վնասին ուրդեղեն թարնանք նեկույրեր շահ է մի ափսոսար քո անցյալի սխալներուդ համար այլ ընդհանրագա հավատքով հույսով արժև քալե գիտնալով որ Աստված ատ լեղիեն անուշ կհանե եթե դու հոժար եւ Փարիսը դոմոդենաս իրեն եւ անդրադառնաս որ սխալները ռածես եւ խոստովանիս ուրեմն ասի մեր երկրորդ մայրն է հարցերը ցերկերու մեջ առնող մայրը երրորդը հավատքի մայրն է եւ ասիկա կտեսնենք ելից քրքին մեջ որն անունը շատ ծանոթ չէ հիմա եթե մի անուն դայի պիտի չի գիտնակ ով է բայց դողուն անունը ասեմն է ով չի գիտեր Մովսեսի մայրը Մովսես իր մոր անուն մեկի դե ինչ է Okay փորձեցեք Մարիամը ասվեցա ոչ Մարիամը քույրն էր Հետիտա հայով գսկսի բայց հետիտա չէ ով է սա Մարոքույր Աբրիս Մարոքույր այո բրավո այո Հոկապետ այսինքն մեր ամենօրվա անունը չէ Սոնա Սետա Սիլվա այդ անունները չեն Մարալ այդ Հոկապետ հիմա Հոկապետ ինչ տեսակ մայր մներ հանցնեց վստահեցավ թողուց արցակեց իր 3 ամսվա բզդիգը դու գնաս 3 ամսվա բզդիգը ցկել նեղոսկեդին վրա բայց նայեցեք որքան ստեղծագործ միտք ունեցավ creative alternative մտածեց հիմա ինքը գիտե որ փարավոնը գղրգե որ իր զինվորները որքան բոլոր մանչ երեխաները հрьяաներու ընտանիքներու մեջ մերցնեն 3 ամիս պահեցին որքան նորածինը գնաս պահել կեսկիչերին գուլա արդու գուլա ժամ չի գա որքան հյուս կրնասնել ծծակ տնել գատալ չես կրնար 3 ամիս լարեն ու անդրադարձա որ ասիգա չի գտնար պահել ուրեմն ինչն եմ հանցնվիմ սադանային no way ուրեմն շինեց այդ բասկետը եւ դարավ եւ հանցնեց վստահեցավ իր 3 ամսական բզդիկ տղան հավատքով եւ դարձյալ Եբրայեցիս 13-րդ գլուխը որ հավատքի գլուխն է գարտանք Հոկապետի մասին որ գսե հավատքով ավելի Մովսեսի մասին է բայց ուրդեղեն արավ Մովսես as հավատքով երբ ծնավ Մովսես իր ծնողներուն ցերկով 3 ամիս քաղդուկ պահվեցավ վասնզի դղան քեղեցիկ տեսան ու չվախցան թակավորին հրամանեն ինչպես կնանք հավատքի գինսել Հոկապետին
որովհետև չվախցան։ Թունան մի վախնար սատանային բաները, զրբարդություններեն, սրայթերը որ գնե, զավակներուտ նկատմամբ, քեզի համար քո մտքիդ մեջ ինչ վախեր գտնե սատանան։ Գիտեմ, որ իմ մտքից մեջ գտնե, դրած է։ Եվ ես շատ ենթարկված եմ ադոր, հետո տեսած եմ, որ ամենն էլ անհիմն է։ Բարավ է, մի վախնար։ Չվախցան թակավորին հրամանեն, հաբա Աստուծո հանցնեց։ 3 ամսվա բզդիգը հանցներ է։ Մեր մեջ մեկը չի կարող 3 ամսվա բեբեք ունի հիմա։ Մեր զավակները 3 եղան, 13, 23, 33, 43 կլագոր։ Որքան որ մեծնան, դագավին թուն, որպես մայր, հավատքով Աստծո հանցնես զավակներդ։ Եվ անշուշտ քաջությունը, որ հոգապետ ունեցավ, այդ բասկետը շինեց եւ քնած հանցնեց, Աստված վարձատրեց իրեն։ Գիտեք ինչու։ Եվ նայեցեք ինչ իմաստուն գիներ, որ աղջիկը Մարիամը ղրկեց, որ թիմացեն նայ, որ ճոճոխը ինչ մի գլա, of course։ Եվ անալ Փարավոնին աղջիկը երբ որ եկավ լոկնալուսը, որ գուզես քեզի գինը բերե որ գատա։ Անշուշտ, ով պիտի բերե Մարիամը։ Մաման պիտի բերե հիմա։ Ոչ թե միան հոգապետը աչքը ճակատը բաց կրնա ասպուզդիկը մեծնել, վրան թակավորեն սակ բիդարնե, այսինքն իրեն ամսական պիտի դրվի, ասպուզդիկին գաթի թրամը պիտի դրվի, եւ աչքը բաց, ճակատը բաց, աս երեխան մեծուց, եւ հավատակ որ ով գիտե քիշեր ծորեք այդ ագանչի մեջ ինչեր փսփսած, որ Մովսես երբ որ մեծավ, ավելի աղեկ սեբեց կսե Եգիպտոսի Իսրայելի ժողովուրդինը չարչարվել, քան թե Եգիպտացվոց ժամանակավոր հարստությունը վայելել։ Հարստություն կա, բայց ժամանակավոր։ No wonder սուքիրքը գսե գրթե մանուկը իր ճամփանը սկսած ադենը։ Ինչու՞։ Որբեսի իր ձերության ադենալ անգեջը խոդորի։ Կրնալալ որ թուն գրտած ես, հետո դեսած ես որ զավակը շեղեցավ, կուզածից պես չի մեծավ։ Բիդլա։ Մենք գիտեք մեր զավակները բան չեն, cookie cutter։ Գաղաբարը գտնես, ամեն նույն գաղաբարեն գելել։ Իմ զավակներս մեկ օր մանան գսավին, ասա որ մամ, գուզես կոր մեզ աս գաղաբարի մեջ տնես, եւ ես աստեն cookie վես բիդելեմ ուզածը պիտնեմ։ Well, ասած ամեն մեկուն անհատականություն տված է։ Եվ մենք որպես մայր պիտի գիտնանք ուշ թե կանող պիտի սորվինք այդ իրենց դարբերություններուն հետ վարվիլ, խաղալ եւ իրենց առաջնորդել։ Մանավանդ երբ որ կմեծնան, աս երկիներու մեջ մանավանդ 18-ն հետո I'm not a baby anymore, right? Don't tell me what to do. Մի իսեր ինձ ինչ պիտնեմ։ Okay, մի իսեր, բայց աղոտ է։ Հավատա հանցնե։ Քանի որ հոգապետ նույնը հրավ։ Չեմ կարծեր, որ հոգապետ այդ ժողովրդի մեջն էր, որ Եգիպտոսը ցկեցին եւ անաբատկացին։ 40 տարի ապրած էր արդյոք, Մովսես 80 տարեկան էր, երբ որ ժողովուրդը թուրքանեց։ Չենք գիտեր, օրմի երկին կերտանքն է հայտնի դինդա։ Բայց կարևորը ինքը իր քաջությունը իր դողում փոխանցեց եւ անիգա գրծավ աբակային ադվորոշում առնել։ Անշուշտ Մովսես երբ որ բեբեք եղածադենը, բզիկ եղածադենը, գիտեք ինչ չափ սնուցանեց մայրը իրեն։ Նայեցեք ինչեր ըրավ։ Կրգեց, համբուրեց, սնուցանեց, հոգ տարավ եւ աս ամեն երբ որ գնե մայրը նորածին երեխայի, գիտեք որ իմյուն սիստեմը գզորանա, թիմատրողականությունը գզորանա այդ երեխային։ Որքան որ կրգվի երեխամը, որքան որ համբուրվի, որքան որ շոյվի, մանավանդ այդ առաջին ամիսներուն, մինչև որ մեծնա։ Ինչու մենք մեծերս չենք ուզեր մեկը մեզի պատտուգնե սիրե, շոյե։ Որքան այդ երեխան, որքան գիտեք լքված երեխաներ կան, աղբերու մեջ գտնված, Աստված իմ չեմ գնալ ես պատկերացնել ինչպես, ինչ տեսակ մայրս ենք անանքներում, որ կթողուն, բայց կան անանքներ, որ abandoned են և դեղ մգերտան և 6 ամիս կնետվին ասանք, մեկը 30-ին չի նայր, մեկ դարիներ առաջ, մեկը զավակ ուզեց որթեքրել Լիբանանի մեջ, Եվրոպային եկան, ուրեմն զավակ մփերին մեր դունը, մինչև որ մամաս իրեն հոգ տարավ, մինչև որ ասնդանիքը կայև առնեն։ 6 ամիս ասվիզդիին մի անգատ տվեր են շորը փոխեր են անգող են տվեր են, ոչ կրգված, ոչ մեկ բան։ Նիհար, թեղին, 6 ամսական էր, անգան մեր դունը մեկ 2 ամիս մնաց, կապվեցան ասվիզդիին։ Մամաս կաթերը դվավ, բաները շինեց, մինչև որ ծնող լալիկը երբ որ եկան Եվրոպային, արդեն երեսները գարվիր, ասանք ժպտեցավ, գիտեք ամիսները 7-8 ամսու, այսինքն հոգադարությունը որքան կփոխե երեխային, եւ Մովսեսի մայրը ճիշտ ադիգա արավ։
սնուցանեց իրեն իր մանկության ադենը։ Քանի որ մինչև ակշապահոսությունը երթալը այդ երեխային մեջ ապահովություն կստեղծի։ Ուրեմն եթե դուք հիմա երեխաներ չունիք անանք փոքր, մի քանի ներգան դարավին, բայց եթե բադանի են ձեր երեխաները պատուկ տվեք իրենց, բաճի գրեք, Եգուրսեք, դերևս չեն սիրեր, գիտեք, երբեմն it's not cool, չեն ուզել որ մաման պատտվի իրենց, it's okay, այսինքն չափնամի անցնեք, բայց որքան գրնակ ողջապուրեցեք իրենց, քանի որ ադիգա իրենք ոչ կսեն, բայց ասի իրա չեմ ուզել կրպանը ստիրի գնմանի, հավատացեք, շնորհակալ եմ որ ամացայն ես, thank you so much, okay, չորրորդ մեկինը որ գուզենք նայել, դիգինը կամ մաման, ասի ալ ձարայեսեր գինմաներ, իր շատ լավ հատկություններ ուներ, բայց վերջը քիչ սխալ բաներ ալրավ եւ ասի նորեն ծննդոցի մեջ կտեսնենք եւ աս կնկան անուններ Ռեբեկա։ Աս Ռեբեկան Զարայասերգին էր, բայց ցախող մայր էր։ Ինչպես գիտեք Զարայասերեր, քանի որ ինիշիատիվ արավ նախաձեռնեց։ Պատմությունը չեր գարեմ, գիտեք ինչպես Եղիազար էր որ ուզեց ընդրել Իսահակին համար հարմար տեխնացումը իր մտքի մեջ ասա որ անոր ինձի ճուր ուզեմ դա ոչ թե միայն ինձի ուղդերուսա դա սադեն ավելի ուղդներ ամեկ ուղդը քանի լիտր ճուր գխմե ալտուկ պատկերացուցեք եւ ասիկա ճուրը պիտի քաշե Ռեբեկան եւ ինքն իր մե ասավ ուրեմն գտեսնեք Զարայասեր նախաձեռնող կողնակ հոժար անձնվեր քիչ առաջ ինչպես ասենք ասան գին մներ օրյորդ մներ Եվ չեր գիտեր, որ իր ասրած արարքը ինչ արդյունք պիտի դա։ Ինքը լուրջ չունի, որ ով է ասեղի Եղիազարը հետը ոսկիներ բերերը, իրեն բիտանի եւ Իսահակին գինի բիլա։ Բայց ծարայեց։ Ինչ որ է։ Բայց որպես մայր Ռեբեկայի մեջ կտեսնենք, որ մի քանի սխալներ ըրավ։ Խտրություն դրավ զավակներու մեջ։ Well, հիմա եթե երկու զավակ ունիք, դες մեջ ադել միան երկու ադունին, աճ ցախ։ Եթե մի քանի ադեն, 3 ադեն, 4 ադեն, 5 ադեն Անպայման մեկ հատ ասանք ավելի մամային սրտին համեմատ կլա։ Հիմա նայեցեք, որքան որ եսեք ամենն անմիջապ կսիրեմ, բայց այդ զավակը որ 100%-ով կհնազանդի քեզի, հանկիստ կսկաս ավելի ճիշտ եմ, սուտ չխոսենք քույրեր, այո։ Բայց ան որ քեզի միշտ ասանք ինչու ասելով քեզի բան կնե ասանք վիզի գուկա, ոչ թե չես սիրեր, գմերնիս վրան, բայց կհոգնիս։ Չեն գիտեր հիմա Հակոբ եւ Եսավը ինչ տեսակ էին, բայց Ռեբեկային ֆեյվորիտը Հակոբն էր, Իսահակին նախասիրած զավակը Եսավն էր։ Արդեն մեծ բաժանում եղավ աս երկու եղբայրներու միջև, քանի որ մամանին իմաստուն չեղավ։ Ինչու՞։ Եվ որ Իսահակը օրտնություն մի դա, նայեցեք ջարբիկ մամա, կոնտրոլինգ մամա, ասա որ դղաս եգուր ասա, քեզի հիմա աղվոր քեբաբ մշինեմ գտում բաբայտար։ Բայց մամա ասա, գիտնա որ Եսավը չեմ Անհոգ եղեր ասավ, գիտեք ինչ ասավ, որ չագին ասավ, քեզի քալու անեցքը իմ վրասն լա, գնակ իրավագայել, քանի որ անի ասավ, ինձ բիտ անիծեղ այրս, գիտնան է որ ես Եսավը չեմ, քեզի քալու անեցքը իմ վրասն լա ասավ, և գիտեք իր բադիժի ինչ եղավ, և որ ուզե Հակոբը ղրգեց լապանիկով, որ Եսավը չի մերցնե իրեն, անգեց հետո մեի մնալ դղային չտեսավ, և իր ասրած արարքը Երկու եղբայր 20 տարի չխոսեցան իրարու հետ։ Բաժանում բերավ։ Որպես մայր խտրություն երբ որ գտնես, հիմա երբ որ բզդիկ են գլրեցնես իրենց, բայց մեծնալն են հետո բիլսեն թուն իրեն անան գրիր ինձի չրիր։ Թուն իրեն ավելի կարևորություն դվիր ինձի չրիր։ Մենք ըրած ենք անանք թերևս մեր մայրերուն։ Գրնալալ։ Ուրեմն մենք որպես մայրեր ադիկապետ չենք մեր զավակներն որքան որ կարելի է։ Ադներ դժվար է, ինչպես ասի, անոր հնազանդ է, ավելի ճյուրին անոր կհամագրիս կամ կփանասիր դե կխոսիս կգիսվիս, բայց Աստված իմաստություն դա բոլորիս որ այդ խտրությունը չի տնենք մեր զավակներու մեջ։ Եվ անշուշտ արդյունքը Ռեբեկայի լավ չեղավ, քանի որ այդ վերջին բայ եղավ, եւ անշուշտ սուդալ կխոսի որ ամուսին, գսե որ ոստեղ աղջիկ չի գա դղայիս ղրգեմ գսե որ բաբայիս երգիրը եղբորսկով Եղբորը կով ղրգեց ինչ եղավ, ավելի գլխուբելա եղավ։ Եղբորը հետ հարց ունեցավ Հակոբ լապանալ իրեն խապեց, ինքը օրը խապեց, ինքնը խապեցավ։ Եվ Ռաքելը որ գսիրեր, 7 տարի անորամար աշխատեցավ մարդ Աստծո, ամուսնության գիշերը միշտ գինը գտան որ ինչպես կլասի չեմ գիտեր, բայց եղավ։ Ուրեմն անորամար ինքը ինչ որ ցանեց անիգա հանցեց։ Եվ
ասում ամայն աստասուկ սորվինք։ Հաջորդ գինը, որ մեկը սորվինք սուկիրքի մեջ հավադարիմ գին մներ եւ ասի հեթանոս գին մներ, դերևս բիդի գրահեք որում մասին կխոսիմ, որևէ մեկը գուզե գրահել որում մասին գուզենք կխոսիմ, հեթանոս, բայց հավադարիմ։ Աբրիսիվա հրուտ։ Ուրեմն հրուտ մովապացի էր։ Եվ գիտեք իր գեսուր մաման Նոեմին, որ մովապի երգիրը կացած էին Փանիադեն, Սովիադեն, երկու դղակները հոն մերան, ամուսինն ամերավ երկու հարսերով մնաց։ Եվ սա որ կացեք ցերդունը չեն կարճեն կարասին լացին, մեկը կնաց, մեկը հետը մնաց։ Եվ ասկինը հեթանոս չաստվածաբաշտ, բայց անգամ մոդեն տիդազեր Նոեմի յանքը, որ սա որ քո աստվածը իմ աստվածս։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդս։ Մորցավ իր մովապացված սովորությունները, իրենց ծևերը ճուզեց։ Եվ եկավ Նոեմիի հետ, եւ անշուշտ Նոեմի որպես գեսուր աստեցություն ունեցած էր իր վրա։ Հիմա քիչ մը խոսքս հարսերուն եւ գեսուրներուն, նախ ասեմ, որ մենք որպես գեսուրներ մեզ մեջադերս հարսեր ունենք։ Ինչպես է մեր հարաբերություն մեր հարսերուն հետ։ Աղջիկը չէ, դուք կինն է։ Կսիրես, ես հարսը շատ կսիրեմ։ Եվ գաղոտ եմ, աստված երկու հատ տղա ունեմ, անոնցալ, անոնք հարսեր դա որ շատ սիրեմ։ Աղոտ կստադե ամեն օր։ Երանի հոսուդար շողերը, բոլոր դա գիտեք, ինչ որ է, հիմա շողերը մասի չի դխոսում։ Գլսե հայ, գլսե այ։ Ուրեմն քանի որ ինքը այնպիսի աստեցություն ցկեց հրութի վրա եւ հրութը լուզեց հետևիլ, ամեն վարյան Նոեմի գահարցնել ինչն եմ։ Նոեմին ասավ քնա ասինչին արդին աստեղեր է։ Այսօր ինչ գիտնամ իր ասի հավաք է։ Ամեն վարյան բեբեկի վես, գեսուրն է, մամանա չէ։ Դու գեսուրիդ մտիկ կնես, ամեն բանը ցուսմուկները։ Մտի գրավ։ Հնազանդեցավ։ Ադորամար Աստվածալ իրեն Քրիստոսի ասկապանության մեջ հիշեց։ Եվ ոչ թե միանանանք, Դավիթի great grandman եղավ։ Բանը հրուտ երբ որ զավակ ունեցավ, Օվպետի մասին չենք կարծար, միան անունը կրվերը, որ հրուտին տղուն անունը Օվպետ էր։ Օվպետն ալ հեսեն ունեցավ, օքեյ, անակիտենք, որ 8 դղա ուներ, պամը չէ կրված իրենց մասին սուրկիրքի մեջ, բայց հետո հեսենով ծնավ Դավիթը։ Դավիթը թագավորած քիրքերը բոլոր Դավիթի մասին կքրեն, առաջին եւ երկրորդ թագավորած։ Երբեմն տուն քու այդ բաները որ գցանես, քու զավակիդ մեջ չտեսնես։ Կրնալա որ թորնիկիդ մեջ տեսնես, կամ ձորիդ մեջ տեսնես։ Ուրեմն տուն շարունակեց անել, ինչպես որ հրուտ ըրավ։ Եվ ադիգա գտեսնենք, քանի որ ինչպես ասկապանության մեջ հիշված է հեթանոս կին մալալով։ Եվ այդ հարաբերությունը որ տուն հիմա կմշակես քու զավակիդ հետ, ադիգա զավակի փոխանցե, անան իր զավակի փոխանցե եւ շարքը ասան օղակի պես պիտի շարունակվի։ Անշուշտ Նոեմի եթե նայենք հուսահատ մայր էր։ Երբ որ Նոեմի հետ Երուսաղեմ եկավ, ասա որ ինձ ինչ կոչեցեք, Մարա, մր, այսինքն լեգի։ Ես այլևս Նոեմի չեմ։ Բայց իր դխրությունը, իր այդ ասեմ թարնությունը ուրախության վերածվեցավ, քանի որ գիները Նոեմի ասին օրտնյալը լադերը որ այսօր քեզ առանց մոդիկ ասկականի չի ցկեց եւ ասիգա քո հոգվիտ մխիթարություն եւ քո ձերությանդ կավազանը լա քանզի զանիգա քեզ սիրող հարսը ծնավ որ քեզի 7 որդի աղեգ է ինչ վկայություն է ասիգա հարս կեսուր հարաբերություն հրուտ եւ Նոեմի 7 որդի աղեգ հարսերը աս հետանոս կինը որ աստուծո մեն լուրջ ունի բայց ինչպես դարձավ աստուծո իր կեսուրին յանքը դիրեց ուրեմն խոսքս մեզի կեսուրներուս է որ ինչ աստեցություն գցենք մեր հարսերում վրա։ Քանի որ անոնք մեզի գիտեն եւ ադիգա գրնակ քո հարսը քեզ 7 որդի վեսլալ։ Ինչու՞ չէ։ Եվ դուք որ հիմա երդասարդ մամաներ եք, որ մի դունենակ տղակներ ունեք, պիտի ամուսնացնեք, թող դերը ցեզի այդպես օրտնե։ Որովհետեւ ունենաք հարսեր, որ Աստուծո սրտին համեմատ եւ միապան ընտանիք կազմեն ձեր տղակներուն հետ եւ ուրախանլակ։ Այո, ամեն։ Որքան օրտնյալ հարաբերություն կար Նոեմի եւ Հրութի միջեւ։ Թողատես լան բոլոր հարսկեսուր հարաբերությունները։ Գիտեք շատ պատմություններ կան, աստան կոսիկ թոթվելիք բաներ կան, բայց հիմա մենք աչերը միջի բանան։ Մենք հիմա գնայինք որ հիմա հավատացյալ
որպես հոգևոր հարաբերություններ մշակել եւ արձարծել ադիգա եւ մեգս մեկ քաչալերել։ Okay, հիմա երկու հատ մնաց եւ նոր գդակարանի մի դանցնենք։ Առաջին մայրը որ նոր գդակարանի մեջ կտեսնենք, հուսալից եւ հոգիով լեցուն մայրը եւ ասիալ Եղիսապետ։ Եղիսապետ ամուլ էր, այսինքն զավակ չէր գնալ ունենալ։ Անհույս, անբդուղ, դարիքով առաջացած, անգարող զավակ չի գա, այսինքն եւ գիտեք, այն adin եթե մեկ զավակ չունենալն է, ասանք նախադինք էլ շրջանակի մեջ որ դու մեջ ինչ մեղ կա որ Աստված քեզի չօրհներ որ զավակները քանի որ օրհնություն կնկատվեն ուրեմն եթե արքան տկոց է գնգամա ով գիտեք ասանք մարդիկ իրեն յետևեն գխոսեին աս բոլորը գար բայց ասով հանդերձ հավատացյալ գիներ աղոթասեր գիներ աստվածավախ ամուսնուն հնազանդ եւ հոգիով լեցուն արդար եւ անարադեր ինչպես գինենք քանի որ Ղուկաս 1:6-ի մեջ կսե Զաքարիայի եւ Եղիսապետի համար երկուքն ալ Աստուծո արչեւ արդար էին ու դերոջը բոլոր բադվիրաններում մեջ ու իրավունքներում մեջ անարատությամբ կգալին ինչ վկայություն է արդյոք մեզի համար գսվի այդպես դեր եւ դիգին մեր հարաբերության մեջ որ անարատ էին արդար էին եւ Աստուծո արչեւ հաճելի կգալին աս բոլորով անտեր զավակ չի գա բայց ինչն ենք արդարությունը անարատությունը ասենք բզդիկ վերք մգա ասկնի յանքի մեջը բայց հույսով Գաբրիգոր, հույսով լեցուն։ Ինչ գնես, երբ որ քո երազները չեն իրականանալ։ Եղիսապետ կոնը 65, 70, 80 չեմ գիտեր քանի տարեկաներ։ Սուբկիրքը չսեր որ։ Սարան գիտենք որ 90 տարեկանին Իսահակին ունեցավ։ Բայց ասալ գսե գանան սովորութենեն գդրված էր, այսինքն 60-ը դարձած է դա, այսինքն գիտեք ինչ երազանքներ ունի։ Երբ որ մեկը գամուսնանա ինչ կերազ է, զավակներ պիտի ունենամ, ասանք պիտնեմ, անանք պիտնեմ, զավակս պիտի մեծնեմ, ինձի պիտնամանի, ասանք մենք մեզի գերազենք։ Բոլոր երազանքները իթերև ելած են։ Դու ինչ կնես, երբ որ երազանքներդ չեն իրականանալ։ Անփան շիդակ կնես, արդար ես։ Ամեն քայլերը շիդակ կառնես, բայց գարձես թե Աստծո օրհնություն չես վայելել, կբադայի անանք։ Գլա։ Շրջաններ գնա մեր կյանքերում մեջ գարձես թե օրհնությունը գեցեր ասան կոց է երկինքը։ Բայց Եղիսապետ շարունակեց հավատալ։ Ուրեմն եթե դու ասան կոց կսկաս որ օրհնությունները գեցեր է չի հոսիր որ երկինք բադոանը կոց է դու շարունակի հավատալ։ Բիդիկա ադենը։ Բիդիկա դերևս ուշանա սպասեադոր։ Շարունակեց քանի որ ի վերջո գիտավ որ իր ատնախադինքը որ մարդոց մենք կգառնե որ Աստված պիտի վերցնի իր մե։ Եվ արդյունքը ինչ եղավ, քանի որ վստահեցավ Աստծո, հույսով ապրեցավ, եւ որ հղիացավ Սուրբ Հոգիով լեցվեցավ։ Ինչպես գիտենք, որով երբ որ Մարիամ եկավ իրեն այցելելու, ինքը 6 ամսվա հղի էր, անալ նոր հղի է Մարիամը, այդ վարքյանին գսե որ իմ դերոջս մայրը եկավ ինձի, ինչպես գիտես դու Եղիսապետ։ Դերոջս մայրը Բադանիոյի աղջիկին գսե որ իր cousin-ներ Սուրբ Հոգին հայտնեց իրեն։ Կտեսնեք իր հույսով ապրած լալը Հոգի լեցունություն շնորհեց իրեն։ Ուրեմն Աստված մեզի այդ հույսով լեցուն մայրերն է։ Նույնիսկ եթե հիմա չես տեսներ որ իրականացում անդփաներով որ դու պիտի ուզեիր որ լա։ Շարունակի հավատալ, շարունակի արդարությամբ, անարատությամբ, հավատարմությամբ ապրիլ, պիտի կա օրը որ Աստված պիտի վերցնի այդ նախադինքը եւ պիտի պատասխանի։ Ուրեմն դու շարունակի վստահիլ, հավատալ, հանցնել, մինչեւ որ Աստծո հրաշքները տեսնես քո կյանքի մեջ։ Եվ վերջին մայրը, որոնց ուզեմ անդրադառնալ, անշուշտ Գտնամ կխորին, որ բոլորը դա պետք է գրահեք, որու մասին պիտի խոսիմ։ Այո, Մարիամի մասին պիտի խոսիմ։ Մարիամ եւ իրեն գուզեմ ասել հավատացյալ մայր։ Մարիամ բադանուհի էր։ Շատ հավանաբար 14, 15, 16։ Այդ տարին, այդ տարիքին ամուսնանային, արդեն 16, 17 եղավն է, ինչ կա չէ ամուսնացած, դու նմնած, այսինքն խոնարգին մներ, աղոթասերեր, հնազանդ էր, սիրով լեցուներ, հավատքով լեցուն, համբերությունով լեցուն, դարաբող եւ ցավող մայր էր։ Մեզ մի ոչ մեկը պիտի ուզեր Մարիամի դեղը լալ եւ որ քու զավակդ բար զավակ չի ասիգա, Աստուծո որդի է, Աստված է։ Խաչին վրա պիտի տեսնես եւ գսես ու քիրքը Մարիամ գայնած էր եւ պիտի չի պլիս։ Սոցավող եւ դարավող մայր։ Ինչպես գիտենք, քանի Սիմեոն Ձերոնին, երբ որ Հիսուսը օրհնելու դարին դաջարը ասա, որ Մարիամի
Հուսրդե դա թուր բիդի անցնի, սուր բիդի մտնի, այսինքն բիդի ջեղկվի ասիրդդ։ Եվ մենք տեսանք ինչպես ջեղկվեցավ Մարիամի սիրտը խաչին արջև, բայց Փառք Աստծո, որ Մարիամ 120-ին հետ վերնատունին մեջն էր, երբ որ գաղութեին Հիսուսի համբարձում են ետքը։ Ուրեմն այդ իր ամեն ցավերուն փալասանը եղավ Հիսուսի հարությունը եւ համբարձումը։ Ուրեմն քերազանց հոգի ուներ Մարիամ, որովհետեւ ռեշտագ եկավ երեսա ողջույն քեզ, ով շնորհնգալ գույս, դեր քեզի հետ է։ Դու կանանց մեջ օրհնյալ ես։ Վաու, ասինչ արդահայտություն է, ռեշտագը ասել որ I see you are highly favored։ Դեր քեզի հետ է։ Նախքան իր բադիվը ստանալը, Մարիամը աս բադիվը կստանա որ դերոց մե, բայց նայեցեք, վստահ եմ իր մտքին մեջը այդ վարգանի 1001 խորհուրդ անցավ։ Ասի ինչպես պիտի ասավ։ Ես 14 տարեկան եմ։ Չեմ ամուսնացած, նշանված եմ, բայց չեմ ամուսնացած։ Եթե ես հղի լալս գտնվի, ինչ է հաջորդը կարգոծվի։ Մի կարգոծվի։ Աս բոլոր գիտնալով հանդերձ, ըսավ որ, ահա ես դերոջ աղախինն եմ, քուսածից պես թողա ինձ։ Այսինքն Մարիամ սիրտը ցերկել մեջ արավ, արջևը մահը տեսավ, չգիտենք ինչ պիտի լա, ըսավ որ թող քուսածը լա։ Ըսավ որ եթե մեռնիմ թող մեռնիմ։ Ինչպես որ ես տերս ամ գիշեք։ Եթե մեռնիմ թող մեռնիմ։ Անգից գիտենք որքան խոնար, որքան հնազանդ եւ որքան հավատքով լեցուն գին մներ Մարիամ։ Եվ ես որքան հոժար եմ Աստծո կամքն ընդունելու։ Եթե Աստված իմ արջևս բան մտնե որպես մայր։ Բարդականություն մտնե։ Վիճակը ինձի հանցնե։ Եվ ասե որ ես կուզեմ որ իմա տուն ասի ընես։ Ես որքան հոժար եմ։ Խելքի չի բարգիր։ Մարդիկ ինչ պիտեսեն, մարդկային հաշիվները երբ որ գնեմ կովկովի չիլար, չի լուծվիր, բայց Աստծո դրամապանությունը եւ մերը երբեք նույնը չեն, չի խոդոր գամ եմ ադի, բասնզի իմ խորհուրդները ցեր խորհուրդները չեն, իմ ջամփաները ցեր ջամփաները չեն գսե Սուրբ Գիրքը Եսայի մարգարեության մեջ։ Ուրեմն մենք այս բոլոր գիներեն մայրերեն գսորվինք որ աղոտ, հավատք, հանցնվիլ, հնազանդիլ, վստահիլ, համբերել, հուսալ, խոնարիլ, Աստծո հետ մդերմորեն կալել։ Որովհետև քույրեր, երթալ են մայրության ասպարեզը դժվարանա որ ճիշտ եմ։ Ես հիմա երբեմն գնայեմ աղջիկիս հարսից կսեմ, լավ որ ես հիմա զավակ չեմ մեծնել որ բզդիկ այսինքն։ Կդեսնեմ հիմակվա pressure-ները, հիմակվա աս ինտերնետի device-ներու, աս վիճակները որ կա առանց կենալու, ասանք բայկար կա, մինչև վերջը պիտի փորձես հասկացնել գսվարի սայլևս, կդժվարանա որ երթալ են, բայց Աստծո կով անկարելի բան չի գա, ուրեմն տուն Աննայի վես աղոտասեր մայր բիդլաս, եւ Սարային եւ Ռեբեկային բիցորվինք որ խտրություն չի տնենք կամ հարցերը մենք չի գարավարենք հոգապետը բիցորվինք հավատքով հանցնել Աստծո հրութեն բիցորվինք հավատարմությունը եւ Աստծո հետ հավատացյալ գերբով քալել Եղսապետեն հույսով ապրիլ եւ Մարիամեն խոնարհությամբ հավատացյալ հայ որպես մայր ապրիլ Անշուշտ գիտենք որ մայրը շատ աստեցություն ունի որպես մայր տուն կուզավագիտ առաջին ուսուցիչ եւ դաստիարակ եղած ես Խնամադարն ես, հոգադարն ես, թե ֆիզիկապես, եթե մեծած են իմա, հոգեվես, ճիշտ եմ, որքան աջաղ ծեր զավակները մամ, հաջիս աղոտ է, մամաս կա, կսեն ծեզի, թողսեն, և ասե թող կիտնան իրենք, որ տուն հոն ամուր գացեր է ժայրի վես, և ոյ մեկ ադեմ որ դժվարությունին թող վազեն քեզի, որբեսի իրենց հույստաս, թող ադիգա ըլլակու մեջդ, խրադող մայր, Okay, terevs մեծան զավակները դիմա, բայց ադեն կուկա ժամանակը, որ մի քանի իմաստուն խոսք, հարմարությամբ ըսված խոսքը իր դերը կգտնե։ Շինող, քաչալերողը լանք եւ անշուշտ անպայմանավոր սիրող, այսինքն unconditionally սիրել։ Դժվար է ադեններ։ Եվ որ զավակը 10 անգամ նույն բանը ասիր, 20 անգամ ասիր, դակավին կհոգնեցնե քեզի, սիրելը դժվար է, անգելձը լանք։ Հոգնինք երբեմները, բայց Աստծո իմաստության կգարոդինք, աղոտքով իրեն վստահենք, որպեսի մեզի այդ հոգին դա, որպեսի մեր զավակները սիրենք և անպայմանավոր կերպով սիրենք։ Աստված օրհնի բոլորդ, ձեր դոնը շնորհավոր, բզդիկ բան պիտի կարդամ ցեզի,
Մայրը մի բար է, մայրը մի վանգ է։ Սակայն այս բարը մի ադամանտ է։ Մայրը շատ թանկ է, մայրը անկին է։ Մայրը միակն է, մայրը նա քանց է։ Շնորհավոր մայրերու օր, Աստված օրհնի բոլորդ։